Հայաստանից չի դրա համար Do you speak English? Yeah, I do. Anyway, this is our flyer. Yes. This is a political party. We are running for elections Okay. in June. So, շատ շնորհակալ ենք։ Կներեք ես մատուցվի տակ տաքսու։ Վայ, տեսել իմ մեքենայի դրան տակ եմ թողել։ Այստեղ ռենտգենը ցույց տուր ուրիշ կողմը։ Կներեք։ Երեք եմ գիշերն եմ եկել Վրաստանից, գնացել եմ մայիսին նշելու ու վերադարձին արագ այսպես է խնդիրի առաջ կանգնեցի։ Հանգիստս անցկացրեցի դա։ Իսկ ինչով եք զբաղվում։ Ես դասավանդում եմ մանկավարժ, օտար լեզուներ եմ դասավանդում։ Դպրոցում։ Եվ դպրոցում եւ ոչ դպրոցում։ Ուղղակի լեզվի խմբերում որոշակի երկրորդ մասնագիտությամբ իրավագետ եմ։ Իրավագետ եք։ Այո, դասավանդում եմ ֆիզման դպրոցում, պետհամալսարանի եւ նախարարության կողմից, կրթության նախարարության կողմից գործողություններ մեջ եմ հաճախակի տարբեր մարզերում։ Մենք 5-6 առարկան եմ դասավանդում եւ մարզերում եք դասավանդում։ Այո, շատ։ 3-4 մարզում եմ եղել, օտար լեզու վերջերս դասավանդում էի Շորժայի կողմերը սահմանամերձ գոտայի գործողել ու ավարտել եմ պայմանագիր, եկել փորձում եմ մի փոքր հանգստանալ, սեպտեմբեր շարունակել ու խնդիրներ ոչ Իսկ ո՞նց է երեխեքի ցանկությունները օտար լեզուների կախված ինձանից է կախված մեթոդներից, աշխատելու ոճից, որ ձեզ սիրեն, որ առարկան սիրեն, ինչպես եք մատուցում այդ առարկան, որովհետև ներողություն, բայց անգամ հայերենի լուրջ չեն տիրապետել, չեն կարողանում տիրապետել։ Խնդիրներ շատ կան, կնճռոտ հարցեր շատ կան, դասապրոցեսների հետ կապված լավ մասնագետների եւ մարզերում չէ հատկապես։ Այո, հատկապես մարզերում ուսման լուրջ չեն վերաբերվում։ Կներեք որ ասում եմ, բայց այդպես է։ Պետք է ոգևորել, պետք է խթան հանդիսանալ, շուտ կրթական ծրագրեր լինի, հաճախակի բերել Երևան, փորձի փոխանակում լինի, մասնագետների գործողություն լինի, բայց պայմանների խնդիր կա։ Պայմանները ես եմ հիմնականում կազմակերպում։ Այսինքն բնակարանի հետ ճիշտ է վարձը պետություն է հատուցում կառավարություն, բայց այնքան քիչ է որ լավ նորմալ պայմաններում որ դուք աշխատեք, փորձեք օգնել, խնդիրներ չունենաք, դա արդեն ձեզանից է, ձեր գրպանից ու ձեզանից է գում, ես չեմ ողել աշխատել եմ 4 մարզերում պայմանների։ Այո, եթե ուզում եք որ մասնագետը աշխատի, առաջինը պետք է ուղղակի պայմաններ ապավել տանից հեռու սահմանամերձ, բարձր լեռնային գոտիներում եմ եղել, սահմանում եմ։ Տեսեք, Արևիկ ջան, մենք ունենք կարևոր ծրագրային առաջարկ, որը կոչվում է գյուղական ուսուցիչ։ Նախկինում էլ այդպես եղել, հիմա վերացել են այս իշխանությունները։ Մենք օրինակ մտածում ենք դա վերականգնենք, անունը մտածում ենք նախկինում եղել է գյուղական ուսուցիչ, մի պահ մտածում ենք օրինակ մենք կոչենք անուն, ասենք արժանապատիվ ուսուցիչ, այլն, բայց մտածենք չէ, այդպես թողենք, որ տեսեք ինչ ենք այդտեղով նախատեսում, որ բուհը ավարտելուց հետո երիտասարդ մասնագետին խրախուսենք, որպեսզի գնա մարզում աշխատի, ինչ է դրա համար պետք է նախատեսենք։ Պետությունը պետք է հատկացնի կամ բնակարան կամ հողատարածք, միանվագ կամ ֆինանսական աջակցություն։ Եթե արական սեռի է, ապա նաև բանակից տարկետում, բայց ինչի համար, որ եւ 0 նաև տոկոսադրույքով վարկավորում։ Ինչու, որ մենք խրախուսենք մեր ուսուցիչների գնալը մարզեր, մասնագետների, գիտեք ինչն է խնդիրը, որ մասնագետները չեն գնում մարզեր, հեսա դուք եք ասում, այս գործուղումը տեսեք։ Ես 3 համալսարանում ավարտել, երբ մագիստրոսական կրթություններով, նույնիսկ դուք խոսեցիք վարկերից, ես նույնիսկ վերցրել եմ գնացել մարտասահմանում եմ կրթություն ստացել բան, բայց հետո այդ աշխատավարձներն անգամ քիչ է լինում, որ անգամ չեք կարողանում կրթության վրա ծախսել ձեր գումարը, փորձել ու կանգնում եք խնդիրների առաջ։ Ես կխնդրեի նաև ոչ միայն ինձ համար, ուսուցիչների համար, ընդհանրապես ժողովրդի մեծամասնությունը այդ խնդիրին լուրջ։ Բանկեր կան, չեմ ուզում ուղղակի վատա բանել, հենց արշին ինվեստբանկեր կխնդրեմ, կանոնադրության հետ կապված որոշ բանկեր կան զիջումներ են անում, դուք կարող եք վերաձևակերպում անել, հենց կոնկրետ արշին ինվեստբանկը իր կանոնադրությունները ես նաև ուզում եմ դիմել կենտրոնական բանկի նախագահին, դուք լիցենզիա եք տալիս, բայց դուք չեք տեսնում ինչպես են ժողովրդին վերաբերվում։ Ուղարկում եք հարկադիր տոկոսներով, իսկ աշխատավարձներ քանի տարի աշխատես, որ այդ տոկոսները փակես եւ այլն։ Ես կուզենայի, որ ձեր նախընտրական ծրագրերում վարկերի բեռնաթափում, որտեղ դա 90%-ից ավել 60%-ից ավել հարկադիրի տակ է Հայաստանը, 90 ժողովուրդը նկատում եմ, 90%-ից ավել մեր ժողովուրդը քան որ շփվել է մարզերում եւ Երևանի կենտրոնում, X կոմիտասում եմ ապրում։
հարկերի տակ, վարկերի տակ, որը ոչ մի լուծում 8 տարի ես չտեսա ինչ-որ լուծում։ Դες իմ օրինակ Ես ուզում եի որ մի բան տեսնեմ, բայց ես չտեսա ամեն դեպքում։ Օրինակ ես իմ կարծիքով դա պետությունը անելիք ունի, օրինակ ես որ տես բաներ տեսնում եմ, այդ վիճակը իմ մոտ գիտեք ինչ տպավորություն որ մարդուն գերի դարձնես։ Գերի դարձնես։ Ամբողջ կյանքը գերի ես դարձնում ինքը կամ հարկադիրի տակ է, միտեղ մտնում աշխատանքի ասում է ուղիները մանգալի ոնց աշխատավարձը մի մասը ստանա ուրիշ ձև կանխիկով, մի մասը ստանա։ Բայց դա վերցել են կրթության վրա, կանթատան։ Դա ծախսել են կրթության, որը որ ցավոք սրտի կարծես թե մեր պետության Այսինքն ծախսը վերցել եք, այդ գումարը վերցել եք կրթության արտասահմանում կրթություն ստանում։ Հիմա ստացել եկել եմ շատ հիանալի է, շատ լավ է։ Մի քանի տեղեր եմ ես վերապատրաստել տարբեր երկրներում, բայց խնդրի կամենամ, որ բազմիցս ես Աշինի մեծ բանկի նախագահին դիմում եմ գրել, ուզում եմ որ այո, լինի նաև դա։ Մասնագետին ուղղակի ոչնչացնում ասած։ Եվ կենտրոնական բանկի նախագահին դիմել, որ այդպես պետք չի լիցենզիա տալ եւ չվերահսկել բանկի կանոնադրությունը, որ առանց վերաձևակերպում անելու, առանց բեռնաթափում անելու եւ ինչ, այսինքն ունենք մի հատ բնակարան, դա էլ ծախենք տան։ Որտեղ որ ապրում ես փողոցում չես խմում, դա էլ ծախենք տան։ Այդտեղ պետության ֆունկցիան է։ Պարոն Անանյանը շատ ճիշտ ասում է, բանկերը անկախ, բայց մենք պետությունը դե անելիք ունի։ Միանշանակ անելիք ունի։ Ոչի թողելու որ դուրս թողեն մարդուն գցեն դուրսը ինչ անի։ Ես դες ասեմ 1.900.000-ին վարկի պարտքն է, բայց ինքը 4 միլիոն տուգանքա դրել ու արկել է հարկադիր։ Ես ոչ մի կերպ այդ հարցը չեմ կարող անգլուծել։ Արշինի մեզ համաչափության խնդիր կա։ Հա, համաչափ ես գնացել եմ վճարան 1 միլիոն դրամով մտել եմ բանկ, ասում եմ եկեք վերցրեք այս գումարը, արդեն 2 տարի ես իրենց այդ գործերի մեջ եմ, ամեն անգամ դիմում եմ, չի ասում քիչ է, հիմա գնացեք 2 միլիոն բերեք։ Ես 2 միլիոն որ տեսնամ, որ 2 միլիոն տամ, ուղղակի տուգանք 1.900.000 վերաձևակերպեն, հա։ Ու ես մի 5-ից 8 տարի չգիտեմ, այդ առողջական վիճակն էլ չի ներում, էլի, որովհետև տարբեր տեղեր աշխատում եք, մի խոսքով խնդիրներ եք ձեռ բերում, ու ես ամեն առանձին դեպք իր բանն ունի իհարկե, նրբություններն ունի։ Հա, բայց նաև կենտրոնական բանկը, ճիշտ է, կենտրոնական բանկը իր կարգավորումներն ունի, նաև ինքը որպես ռեգուլատոր խիստ կարգավորումներ ունի, որ բանկերը պարտավոր են բան անել։ Բայց ձեր դեպքը պետք է առանձին հետո ուսումնասիրել, որովհետև ես չեմ կարող դրանից ազատվել ոչ մի կերպ։ Գիտեք, մայր գումարի ու տուժ տուգանքի ձեր ասած համամասնությունը ինքը պետք է համաչափ լինի, համաչափության խնդիր կա այդտեղ, էլի։ Այսօր ինչա կատարվում, բոլորը թաքնվում են այն բանի հետևը, որ բանկերը անկախ են, բանկերը ու դրա կեղեքում են մարդկանց մեծ մասը վարկերի տակ է, գերի է դարձել ու գիտեք այդ վարկերի պատճառով ինչա տեղի ունենում, օրինակ պետական մարմիններում ասենք ես իմ բնակավարը վերցնեմ, չգիտեմ, քննչական մարմինները եւ այլն, օգտվում այս իշխանությունը նրանից, որ վարկ է վերցնում, պետքա տոկոսներ վճարի, չի կարողանա գործից ազատեն այդ վարկերի տակը մնալու տունը կգան ձեռքից կառնեն, բոլորին հատուկ խրախուսել, այս տպավորությունն են լավ էլ հատուկ են անում, բոլորին մցնում են վարկերի տակ, փոխանակ ծրագրեր իրականացնեն, որ մարդը չմտնի վարկի տակ, այդեն շատ, արագ բնակարանի հարցը ինչա օգնեն, որ անկախ աշխատի, մցնում են բոլորին վարկերի տակ, հարկադիրի տակ, գերի են դարձնում դրան ու հետո դե արի խեղճմանքը որտեղ բողոքի, հետո գիտեք ինչ անում, պինգ-պոնգի թենիսի են գնդակի նման, պես պետական մարմնի դուռը են, պետական մարմնի դուռը վերջում են անուն են կպցնում կրաուզնիկա, որ մարդը բողոքում, հատենց չի։ Ժողովրդի ես շփվում եմ, քաղաքի էլիտայից դուրս եմ եկել շփվում եմ եւ շփվել եմ։ Արդեն 12 տարի տարբեր մարզերում գործողումների մեջ եմ, տարբեր նախարարների կողմից Տիգրան Գիջյան, աշխատանքի սոցիալական նախարարության կողմից նաեւ նախկինում ժողովրդի 90% այդ վիճակի մեջն է։ Ես իմ անձնական օրինակը բացահայտ ասեցի, որ դուք ուղղակի բազմաթիվ օրինակներ ունեմ, որ գալիս են, ասում են, ես ընդունում եմ, հարգում եմ, ընդունում եմ նախընտրական ծրագիր, բայց ժողովուրդ ջան, գալիս եք իշխանությանը, ոչինչ չեք անում, որ հասարակ ժողովրդի, լավ, ես մի մասը, որպես մտավորական եւ այլն, բայց այդ ամբողջ ժողովուրդը, այդ երեխաները, այդ ուսանողների եւ այլն, այնքան լուրջ խնդիրներ կա, գոնե այդ հարցով մի հատ փոքր, ասենք, մոտեցում կամ կարգավորում մանկավարժների համար առանձին անհատականացված ծրագրով։ Չգիտեմ, պետական մարմինների համար, պետական ապարատի համար պետք է լինի առանձին, որ արժանապատիվ մարդը, որ գերի չդառնա իր ղեկավարից։ Այսօր նենց է դարձել, պետական այդ ղեկավարները ովքեր կլինի պետական ապարատը, որը դարձել են պաշտոն պահող ընդամենը աշխատավարձ ստացող, վախում են իրենց աշխատավարձը կորցնել, որ ոչ թե նորմալ գործառույթներ։ Իրանք էլ մեղավոր չեն, որտեղ համակարգն է տենց։ Այո։ Բանտատան շատ ավելի անկեղծ լինեմ, երկրորդ գործողումը, երբ որ ես 1 տարի առաջ մայիսին կազմակերպեցի, անկեղծ ես առողջական խնդիրներ ձեռք բերեցի շորժային, վերադարձը վիրահատարանում ավարտվեց։
Երևանի հիվանդացում, բայց ես չեմ խզել պայմանագիրը։ 2 ամիս հետո նորից գնացել եմ, որ նախարարություն գործողվեմ, մի շատ թույլ է, չկարողացա նորից վատացա, դիմում եմ գրել դուրս եմ եկել։ Ու այն աշճանի հիասթափված եմ, որ հիմա չեմ ուզում ոչ դասավանդեմ, ոչ էլ մեր երկրում, մեր պետության մեջ ես աշխատեմ։ Ես այս մայն փորձում եմ այլ ուղիներ գտնել Հայաստանի Հանրապետությունից դուրս, որովհետև անգամ եթե մտնում եք գործող տնօրենը ԺՊ Քասախի համար 2 Հովհաննիսյան անվան դպրոցում է աշխատում։ 2 շաբաթ հետո ես նորից վատացա, մարդը կանգնեց ինձ վիրավորեց այդքան կրթությունով, ասում եմ հիվանդոտ մարդ ենք ընդունել դպրոց։ Դիմում գրեցի դուրս եկա։ Հա։ Հիվանդոտ մարդ ենք ընդունել։ Ես վիրահատվեմ 2 ամիս հետո եկել եմ նորից ուզում եմ աշխատեմ, պայմանագիր եմ կնքել։ Տիկին Ժաննա նախարարը գործողման ուղեգիրը տվեց, չստորագրեցի։ Մարդը կանգնեց իմ առջև, ասաց հիվանդոտ մարդ եմ ընդունել, մայիսի վերջի զանգից 1 շաբաթ առաջ դիմում գրեցի դուրս եկա։ Եվ մեկնեցի Մոնտենեգրո ու հիմա հետ եմ վերադարձել էլի, որովհետև ես սիրում եմ Կոմիտասը, տունը, երկիրը Հայաստանը։ Եվ 3 օր էլ Վրաստանում եի գտնում, մայիսինը գնացի նշել ու գիշերն եմ եկել, պարոն հոկերնսը վնասվածքով։ Առավոտ լուսադեմին եմ անցել Հայաստան։ Հիմա փնտրում եմ անկեղծ ասեմ ձեզ, փնտրում եմ ուղիներ, որ ուղղակի դուրս գամ։ Այդ ինչ որ ես սովորել եմ եւ այլն։ Տեսեք, նայեք, տեսեք ինչ կարող ենք անել, քանի որ դուք ցենց լավ գաղափարներ ունեք, դե որը լավ օրից չի, որը լավ օրից չի, խնդիրներից է։ Մենք կարող ենք ինչ անել, դուք կարող եք նաև մեզ էլ օգնել, միանալ մեզ, որպես համակիր։ Մենք ձևակերպենք այս ձեր խնդիրներից, հասկանում ենք ինչ խնդիրներ կա մարդկանց համար, ավելի ուժեղացնենք մեր առաջարկները, որ ավելի կարողանանք ներկայացնել։ Դա ոչ թե ինչ որ իմ անձնական խնդիրները լուծելու համար եւ այլն, այլ կուզենամ, որ ինչ որ մի ինձ համար հպարտություն է, եթե ես լուրջ, կարգավորված, ակտիվ, հաղթող, զարգացած պետության քաղաքացի լինեմ, ես ցույց չտամ անձնագիրը դրանից ճնշվեմ։ Ես դες անկեղծ առավել անկեղծ ասեմ, շատ տեղերում իմ անձի խնդիրը չի, ինձ հարգում ընդունում են իմ գիտությունը, բայց անձնագիրը երբ ցույց եք տալիս շատ տեղերում գործը հասնում է իրավաբանական այն կետին, որ պետքա պայմանագիր կնքեն, հրաժարվում են, որովհետև արդեն քո երկրի քաղաքացիությանը լուրջ չեն վերաբերում, ինչը որ ես վիրավորվում եմ, դրանից շատ եմ վիրավորվում։ Ես կուզենամ այնպեսի պետություն լինի, որ ես շատ հպարտ ձևի անձնագիրը դնեմ, ինձ ընդունեն, ոչ թե ինձ ասեն կներեք մենք ձեր երկրի քաղաքացիություն։ Ինքը հզոր, մեր ժողովուրդը պետությունը հզոր է, ուղղակի իշխանությունը պետք է այնպես լինի։ Այո, բայց ուզում եմ, որ դա ակնառու լինի, մեն խոսքերով չլինի եւ ես դրա համար ես էլի հպարտ եմ, առավել հպարտ լինեմ, ճնշված չզգամ ինձ որպես քաղաքացի։ Շնորհակալ եմ, կներեք ինձ իմ այսպես կիսահոգնած եւ վերադարձած Հայաստան։ Մենք էլ ձեզ շարժարեցինք, էներգիա ծախսեցիք այդքան։ Չէ, ես ուզեցա դուք, ես տեսնում եմ ձեզ, հետևում եմ ու տեսնում եմ, որ ուզում եք այո աշխատեք եւ ինչ որ նպատակներ իրականացնեք, անպայման ցանկացեք կիսվել, որ ցենց խնդիրներ կա։ Ուշադրություն դարձեք նաեւ այդ կողմով, ոչ միայն զուտ նախընտրական, ամենօրյա։ Ես շնորհակալ եմ, շատ կնայեմ, կհամագործակցենք։ Մերսի։ Շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Ստեցություն, լավ եղեք, հաջող։ Շնորհակալ։